Գագ ջան, այդ քո առաջարկած Լորիվուդի ծրագիրն էլ այսքան նոր բան, որ այսինքն տեսել ես մի բան, որ կարա դա խոսքի մեր միջավայրը լավն ասնի, այստեղ այնքան տուրիզմը զարգացնի։ Եվ տուրիզմը զարգացնի, էլի խոսանք այն մարքեթինգային ընկալման թեմայից, մենք ընկալենք, որ այդ Լորիվուդ բանի շո կինոյի հետ կապենք, սկսի մեր մոտ կինոինդուստրիա զարգանա, իրականում բավականին ռեսուրս ունենք։ Գիտեմ, ես էլ դա հաշվի առնելով իրականում կարա մի հենց հետաքրքիր ու լավ բան ստացվի, որ մենք դա չենք էլ սպասեմ, բայց կարանք մենք տես լավ բան ակնկալենք, բայց դա էլ չստացվի, բայց պետք չի վախենալ նոր քայլեր անելուց ու պետքա տես ոգևորվել իրարով։ Ես օրինակ ոգևորվել եմ, չեմ էլ թաքցնում, մի անգամից ասում եմ, դառնալ ասում են խենթ բաներ, իրականում խենթություն է պետք նոր բան ստեղծելու համար, այդ նույն ձևի չանելու process-ը, որ պետք է խենթելես, որ այդ ձևի չանես, ուրիշ ձևի անես, էլի։ Ստանդարտ մտածելակերպից դուրս, այնպես գիրք կա հատուկ մեր Հրաչյա Մանուկյանի հեղինակային ստանդարտ մտածելակերպի սահմաններից դուրս կարդալուց հետո այսինքն մտածելակերպը 180 աստիճանի փոխվեց էլի ամեն դեպքում Լորիվուդի հենց գաղափարը եկավ նոր բան ստեղծելու ոգևորվածությունից ու ես իմ քաղաքով իմ մարզով շատ եմ էլի տարված իմ անձնական ամբիցիաները հենց ուղիղ կապված այդ հանրային շահից ու դրա համար որ որտեղա քո շահը Այս մոմենտը որ հարցրեց ես որտեղ է այստեղ այն մեզ ուզում մաքսիմում եթե այդ տրամաբանության մեջ նայենք իմ շահը կարող լինի ուղղակի ռեպուտացիոն կարգավիճակով, բայց իրականում դա չի մոտիվացիան։ Իմ մոտիվացիան մեր քաղաքին օգտակար լինելու մոտիվացիան է, որ բոլորը գան, տեսնեն։ Չէ, ես թվում է քո շահը իրականում դու նշեցիր որն է, բայց դա շատ կարևոր է, որ մենք տենց ընկալենք, ուզենաս ընկալեն հենց տենց որ դու նոր բան ես մտածել ու ինչ որ մի բան ստեղծել ես, տենց է։ Իրականում տենց են կերպարները ստեղծվում